Մինչ Երևանն ու Բաքուն հայտարարում են, որ խաղաղություն է հաստատվել, Արցախում շարունակվում են պատմամշակութային հուշարձանների վնասման, քանդման դեպքերը։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch անկախ խումբը հերթական նման դեպքը օրերս է բացահայտել։ Մասնագետներն արձանագրել են, Ադրբեջանն այս անգամ էլ վնասել է Մարտունու Սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքների, նաև սոցկայքերի, սոցեջերի դիտարկումը ցույց տվեց, թե ինչ վիճակում է գտնվում Մարտունու քաղաքի եկեղեցին։ Մասնավորապես պարզ դարձավ, որ Արցախի օկուպացիայից հետո եկեղեցու պատուհանները միտումնավոր ջարդվել են, լուսանկարներից դա շատ լավ երևում։ Մասնագետների դիտարկումը ցույց է տվել, որ եկեղեցու վրա նաև գրակահերթի թարմ հետքեր կան։ Monument Watch խմբի անդամ հնագետ Ռուբեն Հովսեփյանն ասում է, համեմատական ուսումնասիրությամբ պարզել են, որ Պարկուճի հետքերը ոչ թե պատերազմի, այլ 2023-ից հետո իրականացված վանդալիզմի հետևանք են։ Մասնագետը կասկած չունի 2004 թվականին կառուցված եկեղեցին միտումնավոր է թիրախավորվել։ Նաև եկեղեցու պատերի վրա երևում են գրակահերթի հետքեր, այսինքն գրակահերթի հետքեր, որոնք նախկինում չեն ֆիքսվել, որովհետև 20 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքը բավականին խնարհմբակոծվել է, ընդ որում թիրախավորվել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում նաև եկեղեցու անմիջական տարածքը եւ եկեղեցին տուժել է արկերի պայթյունից, դա երևում է հենց պատերի վրայի հետքերով։ Դրանից բացի երևում է, որ 23 թվականից հետո պատուհաններն են ջարդվել, շրջակայքն է տուժել, ինչպես նաև գրակահերթի հետքեր են երևում։ 2020-ի պատերազմից ու հետո նաև 2023-ի բռնի տեղահանումից հետո, երբ Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, մասնագետները պարբերաբար ահազանգում են Արցախում եկեղեցիների, վանքերի, այլ պատմամշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի դեպքերի մասին։ Անցած տարիներին Արցախում քանդվել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կանաչ ժամ անունով հայտնի եկեղեցին, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, Մեխակավանի Զորավար Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Հիմնահատակ վերածվել են առանձին բնակավայրեր ու թաղամասեր, ինչպես օրինակ Քարինտակ գյուղը, Ստեփանակերտի առանձին թաղամասեր։ Աշնան սկզբին Ադրբեջանը վերացրեց Արցախի արտգործնախարարության շենքը, Ադրբեջանը վերացրել է նաև կիսանդրիներ, հայրենական ու արցախյան պատերազմին նվիրված բազմաթիվ հուշարձաններ։ Ստեփանակերտ քաղաքի ամբողջ պատմական հատվածը 19-րդ դարի տների կառուցապատմամբ ինքը ամբողջությամբ ոչնչացվել է եւ այդ հատվածում կառուցվում է ճակերտավոր իրենց հաղթանակի զբոսայգին, թանգարանը, հուշահամալիրը։ Մենք կարող ենք փաստել, որ ադրբեջանական կողմը ինքը միտումնավոր ոչնչացնում է 94 թվականից հետո կառուցված, կանգնեցված հուշարձանները, կոթողները, խաչքարերը, արձանները եւ Ստեփանակերտ քաղաքում դա շատ լավ երևում է, երբ որ բազմաթիվ արձաններ, կիսանդրիներ իրանք ուղղակի վերջին տարիներին ոչնչացվել են։ Մասնագետները դժվարանում են անգամ մոտավոր թվեր ասել, թե անցած տարիներին քանի պատմամշակութային հուշարձան է վերացվել կամ վանդալիզմի ենթարկվել։ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության նախկին ղեկավար Արմինե Հայրապետյանն ասում է, իրական պատկերն իմանալու համար համացանցում ժամանակ առ ժամանակ հայտնվող տեսանյութերն ու նկարները բավարար չեն։ Չի բացառում ադրբեջանական վանդալիզմի մասշտաբները կարող են ավելի մեծ լինել։ Միջնադարյան եկեղեցիները նրանք հեշտությամբ յուրացնում են անվանականացման տակ, բայց հետագայում նույնպես ավերելու են, որտեղ ինչպես գիտենք, կանաչ ժամն էլ իրենք սկզբից ուդիական, հետո ուղղափառ, հետո վերջում ոչնչացվեց։ Իսկ նորը ոչնչացնելով դա նրանք, այսպես ասած, քողում են ոչ օրինական կառույցներ մտքի տակ, որ հայերը օկուպացված տարածքում ոչ օրինական շինություններ են կառուցել, որոնք պետք է ապամոնտաժվեն։ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության նախկին ղեկավարը կարծում է, որ Արցախում հայկական ժառանգությունը փրկելու համար Հայաստանի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի։ Այդ ժառանգության, այդ մշակույթի ժառանգորդը հանդիսացող Հայաստանի Հանրապետության կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկի այդ վանդալիզմը կանխելու համար, որը դժբախտաբար չի արվում եւ այդ լողությունը փաստորեն կանաչ լույս է վառում Ալիևի հանցագործ
գործողությունների առաջ։ Տարբեր հաշվարկներով Ադրբեջանի վերահսկողության տակ է 4000-ից 6000 հուշարձան, այդ թվում եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ։ Պատմական հուշարձանները, եկեղեցիները, վանքերը վերացնելուց, դրանք ձևախեղելուց, հայկական եկեղեցիները աղվանական հռչակելուց բացի, մասնագետները մեկ այլ միտում են նկատում. Ադրբեջանը ակտիվորեն մզկիթներ է կառուցում Արցախի տարածքում։